Խաղացուն սիրելի Աստծո ժողովուրդ, սիրելի քրիստոնյա ազգ, Ղուկասի ավետարան 21-րդ գլուխ 34 խոսքից մի հրաշալի բան ասում կարդանք ժողովուրդ ջան, առանց Աստծո, առանց Աստվածաշնչի մենք ես ոչինչ եմ։ Աստվածաշունչն է, որ մեզ մոտեցնում է Աստծուն, Աստծո սուրբ ոգով։ Նայեք, ասում է զգուշ կացեք անձներիդ, միգուցե ձեր սրտերը ծանրանա շատակերությունով եւ արբեցողությունով եւ ապրուստի հոգսերով եւ այն օրը հանկարծ հասնի ձեզ վրա, որովհետեւ որոգայթի պես կհասնի այն ամենքի վրա, որ բոլոր երկրի երեսի վրա բնակված են։ Ուրեմն արթուն կացեք եւ ամեն ժամանակ աղոթք արեք, որ արժան լինիք ազատվել այն բոլոր բաներից, որ պիտի լինին եւ կանգնել մարդի որդու առաջին, Հիսուս Քրիստոսի առաջին կանգնել։ Ինչ է ուզում ասա ժողովուրդ ջան։ Այս երկրի վրա գալու են շատ չար ժամանակներ, շատ չար օրեր, ահավոր օրեր։ Բայց որպեսզի մարդը կարողանա այդ օրերին կանգնի, անցնի այդ ամեն օրերը, որ Տեր իրան պահա, Տեր իրան ողորմա, պետք է արթուն կենալ եւ ամեն ժամանակ աղոթք անել, որ արժանի լինել ազատվել այդ բոլոր բաներից, որ պիտի լինեն այս երկրի վրա, որպեսզի կարողանալ կանգնել Աստծո որդու, մարդի որդու առաջին։ Բայց եթե մարդը զբաղվի շատակերությունով, արբեցողությունով, այս ապրուստի հոգսերների հետևից ընկած լինի ամբողջ կյանքը, ինքը ուղղակի կկորցնա այդ զգուշությունը, այդ արթնությունը եւ դժվար թե կարողանա կանգնել փրկության համար Աստծո որդու առաջին։ Կարող է կանգնի, բայց չգիտեմ ինչի համար արդեն։ Հասկանում եք, զգուշ կացեք անձներիդ, միգուցե ձեր սրտերը ծանրանա։ Չէ, այսօր մարդիկ ասում են մենք ընտրված ենք, մենք փրկված ենք, մենք սիրված ենք, մենք օրհնված ենք, ուտենք, խմենք, քեֆ անենք, մեկը Տերը մեզ սիրում է, մեկը մենք արդեն երկնքում ենք։ Չէ, այդպիսի բան չկա։ Եթե դու զբաղվես ուտելով, խմելով, արբեցողությունով, ես ապրուստի հոգսերների հետևից ամբողջ կյանքը տնկած լինես, արթուն զարթուն չլինես, ամեն ժամանակ աղոթքով չանես, աղոթքով չապրես, արժանի չես լինի։ Ժողովուրդ ջան, ես Աստծո խոսքից եմ ասում, ոչ թե ինձանից։ Դրա համար մեզ պետք է աղոթք անել, արթուն կենալ եւ